Այսօր կներկայացնեմ ժամանակակից ինտեգրալ սխեմաների առանձնահատկությունները, նրանք նույն չիպերն են, որոնք պարունակում են մեզ շրջապատող ցանկացած էլեկտրականությամբ աշխատող սարքավորումներում, դրանք են համակարգիչներ, հեռախոսներ, մեքենաներ, ինքնաթիռներ, կարծում եմ, որ ակնհայտ է ժամանակակից չիպերի կիրառության ոլորտները և դրանք ըստ էության ամենուր են կիրառվում և սրանց զարգացման տեմպերը աննախադեպ են այսօր աշխարհում։ Նախապես փորձեմ սահմանել ինչ է ինտեգրալ սխեման կամ ինչ է չիպը։ Փորձենք հասկանալ ընդհանրապես ինչ է սխեման։ Եթե վերցնում ենք որոշակի տարրերի համախումբ, դրանք կարող են լինել տրանզիստորներ, դիոդներ, ունակություններ և այլն, գծել էլեկտրական շղթա և որոշակի հարթակի վրա, մեկուսիչ հարթակի վրա պատրաստել առանձին տարրերից բաղկացած շղթա, սա իրենից կներկայացնի տպասալ, որը օգտագործվում է ցանկացած էլեկտրական համակարգերում։ Այստեղ կիրառվում են առանձին դիսկրետ տարրեր, առանձին տրանզիստորներ, դիոդներ, առանձին ոտիկներով, իրենց ելուստներով, որոնք մենք տեսնում ենք անզեն աչքով։ Դրանք չափերով բավական մեծ են, դրանք փոխարինելի են, այսինքն կարող ենք հանել, փոխարինել, եթե չեն աշխատում, շարքից դուրս են եկել և այլն։ Եվ հասկանալի է, որ սրանք ըստ էության զբաղեցնում են բավականին մեծ ծավալ։ Հիմա փորձենք հասկանալ ինչ է ինտեգրալ սխեման։ Ինտեգրալ սխեման ենթադրում է, ինտեգրալ համակարգերը կամ չիպերը ենթադրում են փոքրիկ բյուրեղի կտոր, որի մեջ ինտեգրված են միլիարդավոր, միլիոնավոր փոքրագույն նանո չափերի կիսաղորդչային տարրեր, սարքավորումներ, նույն տրանզիստորներ, դիոդներ, ունակություններ և այլն, որոնք բյուրեղի անբաժանելի մաս են և որոշակի հաղորդուղիներով միացված են իրար և կատարում են հստակ ֆունկցիա։ Եթե փորձենք նորից իմի բերել, ապա փոքրիկ մի քանի սանտիմետր քառակուսի մակերեսով կիսաղորդչային բյուրեղում տարբեր տեխնոլոգիական պրոցեսներով պատրաստված փոքրագույն նանո չափերի սարքավորումների համախումբը, որոնք միացված են որոշակի մետաղական միջմիացումներով և կատարում են հստակ ֆունկցիա, ուրեմն նմանատիպ համակարգերին մենք անվանում ենք ինտեգրալ սխեմաներ, միկրոսխեմաներ, չիպեր։ Տարբերությունը ակնհայտ է, քանզի այստեղ օգտագործվում են անհամեմատ փոքր տարրեր, այստեղ ինտեգրացիայի աստիճանը սարսափելի մեծ է, չնայած հասկանում ենք, որ այս դեպքում մենք չենք կարող որոշակի առանձին տարր փոխարինել, հանել, տեղադրել մեկ այլը և այլն, որովհետև դրանք բյուրեղի անբաժանելի մաս են։ Ժամանակակից ինտեգրալ սխեմաներում նմանատիպ տարրերի քանակությունը հասել է աննախադեպ բարձր աստիճանի, բարձր թվի, այսինքն տասնյակ միլիարդներ և ավել։ Հարկ է նշել, որ դրանց չափերը գնալով, ի նկատի ունեմ փոքրագույն տարրերի չափերը գնալով փոքրանում են, այսօր հասել ենք արդեն 3 նանոմետրի, 1 նանոմետրի, 1 տարրի մասին է խոսքը։ Դրանք ըստ էության մի քանի ատոմական փնջեր են իրենցից ներկայացնում և այս միտումը շարունակվում է, այսինքն գնալով մենք ցանկանում ենք ինտեգրալ սխեմայում տարրերի չափսերը փոքրացնել, դա բերում է մի քանի դրական էֆեկտի։ Միևնույն մակերեսում կարողանում ենք տեղավորել ավելի մեծ քանակությամբ տարրեր, դրանց չափսերը փոքրանում են, դրանք դառնում են ավելի արագագործ և այլն, այսինքն ընդհանուր համաշխարհային տենդենսն այնպիսին է, որ մենք մեծացնենք ուրեմն տարրերի քանակությունը և դրան համապատասխան մեծացնենք ինտեգրալ սխեմայի ֆունկցիոնալությունը։ Ինչ է իրենից ներկայացնում ժամանակակից ինտեգրալ սխեմայի հիմնական տարրը։ Ես կուզեի այստեղ շեշտադրումը դնենք ամենաշատ այսպես օգտագործվող հիմնական տարրի վրա, որը ըստ էության տրանզիստորն է։ Մենք բազմիցս լսել ենք տրանզիստորների մասին, որոնք կիրառվում են տարբեր էլեկտրական համակարգերում,
Պետք է ասեմ, որ նման տրանզիստորները ունեն տարբեր այսպես կառուցվածքներ, դրանք ունեցել են էվոլյուցիոն զարգացում, հա, մի փոքր ուշ ես փոքր ինչ պատմական ակնարկ կանեմ եւ այդտեղ կներկայացնեմ այդ զարգացումը, սակայն ցանկանում եմ նշել, որ տվյալ տրանզիստորը ըստ էության ինտեգրալ սխեմայում կատարում է հիմնականում բանալու դեր, այսինքն որոշակի դաշտերի միջոցով այն կամ հաղորդողին բացում է կամ փակում է եւ սա համարվում է ըստ էության բանալի կամ հանդիսանում է որպես որոշակի ազդանշանի ուժեղարար։ Ուրեմն այս երկու ֆունկցիան է կատարում մեր ինտեգրալ սխեմայի հիմնական տարրը։ Այն բաղկացած է P-ն անցումներից, կիսահաղորդչային, ուրեմն հարթակի մակերևույթից դեպի խորք պատրաստվում են կիսահաղորդչային P-ն անցումներ, այնուհետև ուրեմն համապատասխան ուղղությամբ նստեցվում է օքսիդի բարակ շերտ, իսկ օքսիդի շերտի վրա նստեցվում է մետաղական եւս հարթակ։ Հա, հիմնականում այն ունենում է 4 ելուստ, առաջի ելուստը մենք անվանում ենք ակունք, այնուհետև փական, որով կառավարվում է ուրեմն ուղետարը, հիմնական այսպես բաղադրիչը տրանզիստորի, եւ ունենք նաեւ կլանիչ, երբ որ ակունքից առաքված էլեկտրոնները կլանվում են հենց կլանիչի կողմից։ Եվ նաեւ մենք ունենք կոնտակտ, որը ըստ էության դուրս է բերվում հարթակից։ Ուրեմն այս համակարգը այդ հիմնական տարրն է, որը կատարում է գրեթե բոլոր ֆունկցիաները։ Հարկ է նշել, որ կարող ենք վերցնել եւ մեծամասամբ այդպես էլ արվում է, վերցնել հիմնականում տրանզիստորային համակարգ եւ այն չօգտագործելով այստեղ որոշակի ելուստները, այն օգտագործել որպես դիոդ, ունակություն եւ այլն։ Եվ տեխնոլոգիապես եւ մնացած բոլոր առումներով այս մոտեցումը բավականին արդարացված է։ Եվ սա չի նշանակում, որ ուրիշ տեսակի տարրեր ինտեգրալ սխեմաներում չկան, ուղղակի ես շեշտադրումը անում եմ հիմնական տարրի վրա։ Փորձեմ բացատրել, այսպես բարերով բացատրել, թե ինչ կառուցվածք ունի ժամանակակից ինտեգրալ միկրոսխեման։ Ուրեմն վերցվում է կիսահաղորդչային փոքրիկ բյուրեղի կտոր հարթակ, հա, հարթակի վերևի մասից դեպի խորք կատարվում են բազմաթիվ տեխնոլոգիական պրոցեսներ, այդտեղ օրինակ ֆոտոլիտոգրաֆիա կոչվող ուրեմն պրոցեսն է, որը հենց հիմնական արտադրման քայլերն են ենթադրում չիպերի, նստեցման պրոցեսներ, տարբեր տեսակի այսպես մետաղների, կիսահաղորդիչների, նյութերի նստեցման պրոցեսներ են արվում, բազմաթիվ տասնյակ ուրեմն տեխնոլոգիական քայլերի արդյունքում կիսահաղորդչի մակերևույթից դեպի խորք, դեպի ծավալ պատրաստվում են այ փոքր ինչ առաջ որ նշեցի, այդպիսի տրանզիստորներ, այդպիսի P-ն անցումներ, կիսահաղորդչային տարրեր։ Պատկերացրեք, սա կարծես թե լինի բազմահարկ շենքի այսպես առաջին կամ 0 հարկը, հիմնական հարկը, եւ այս հարկում մենք պատրաստում ենք բոլոր տարրերը, այնուհետև խնդիր է առաջանում, որ այդ տարրերը մենք որոշակի հաղորդողիներով իրար հետ միացնենք։ Սա այնքան էլ հեշտ բան չի, երբ որ պատկերացնենք, որ այդպիսի փոքրիկ մակերեսի վրա պետք է իրար միացնել տասնյակ միլիարդ տրանզիստորների էլ ավելի քանակությամբ ելուստներ։ Կարծում եմ հասկանալի է այդտեղ ինչ քաոս կտիրի։ Այս տեսանկյունից հետաքրքիր մոտեցում է ցուցաբերվել եւ մենք փորձում ենք եւ այդպես էլ արվում է եւ զարգացվում է այդ տեխնոլոգիան, այսինքն տարբեր հարկեր են պատրաստվում, մեկուսիչ շերտ է նստեցվում, այնուհետեւ դրա վրա ուրեմն անցքերի միջոցով ներքևի հարկից բարձրացվում են համապատասխան մետաղական այսպես ուղիները, մետաղական կոնտակտները եւ միացումը տրվում է հաջորդ դիէլեկտրական շերտի վրա։ Այնուհետեւ նորից մենք դա պատում ենք դիէլեկտրական շերտով, նորից մետաղական ուղիները միացնում ենք իրար ու այդպես տարբեր հարկեր ենք պատրաստում։ Ինչքան տարիների ընթացքում ինչքան ինտեգրացիայի աստիճանը մեծացրել ենք, ինչքան շատացրել ենք բյուրեղում տրանզիստորների թիվը,
ապա այնքան ստիպված ենք եղել շատացնել այդ հարկերի թիվը։ Այսօր հասել ենք էլի տասնյակ հարկերի, այսինքն ժամանակակից ինտեգրալ սխեմաները կամ չիպերը ունեն այսպես բազմահարկ կամ բազմաշերտ կառուցվածք։ Հիմնական մասը տարերը տեղայնացված են կիսահաղորդչային բյուրեղում, իսկ մնացած միջմիացումները, ի դեպ սրանք կոչվում են ներքին միջմիացումներ, սրանք հիմնականում կատարվում են հարկերի միջոցով, որպեսզի խուսափենք հոսային վիճակից։ Ի դեպ, նույնիսկ այս պարագայում այստեղ առաջանում են տարբեր տեսակի պարազիտիկ խնդիրներ, որովհետև այդպիսի ամեն դեպքում այդպիսի փոքր մակերեսում մեծ քանակությամբ հաղորդալարերի անցկացումը իրար բավական մոտիկ, երկու հաղորդալարեր, որոնք բաժանվում են դիէլեկտրական շերտով եւ նմանատիպ տարբեր կառուցվածքներ, դրանք իրենք հանդիսանում են հենց պարազիտիկ տարրեր, որոնք խանգարում են տվյալ ինտեգրալ միկրոսխեմայի ուրեմն հիմնական աշխատանքին։ Ինչևէ, կառուցելով նմանատիպ հարկեր, մենք հիմնական այսպես կոնտակտները բարձրացնում ենք դեպի ամենավերևի հարկ, այնտեղ պատրաստում ենք ոսկյա փոքրիկ հարթակներ, այդպես փադեր, հա, եւ այնուհետեւ սա իրենից ներկայացնում է ամբողջական այսպես պատրաստի բյուրեղ, որի մեջ տեղայնացված են եւ իրար հետ միացված են այդպիսի միլիարդավոր տրանզիստորները կամ կիսահաղորդչային տարրերը։ Փոքր-ինչ պատկերացում կազմելով բյուրեղի ինտեգրալ սխեմայի կառուցվածքի մասին, այստեղ արդեն հարց է առաջանում, այնուհետև ինչպես ենք դա օգտագործում։ Տեսեք, երկրորդ փուլը դա ինտեգրալ սխեմայի արդեն պատյանավորման խնդիրն է։ Գոյություն ունեն պատյանների այսպես տարբեր կառուցվածքներ, կախված կիրառության ոլորտից, դրանք կարող են լինել ուղղանկյուն, քառակուսի ձև ունենան եւ այլն եւ այլն, հա, համենայն դեպս այստեղ շատ ավելի կարեւոր է պատյանի նյութի տեսակը։ Հա, մենք ուրեմն մի քանի խնդիր պետք է լուծենք ճիշտ պատյանավորման համար, այսինքն առաջինը պետք է ապահովենք ինտեգրալ սխեմայի ուրեմն մուտքի ելքի ազդանշան տալու մուտքի ելքի ուրեմն պայմանները, այսինքն պետք է կպնենք, հա, հաղորդիչ ուղիով կպնենք չիպին, որպեսզի կարողանանք նրան ազդանշան տալ, նրանից ազդանշան վերցնել, սնուցել եւ այլն եւ այլն։ Այսինքն պատյանը որոշակի մեխանիկական հարթակ է, ամուր հարթակ է, որով կարողանում ենք ապահովել այս մուտքի ելքի խնդիրները։ Ամենակարևորը պատյանը համարվում է բավականին կարևոր արդեն որպես պաշտպանիչ այսպես միջոց, հա, որովհետև մենք կարող ենք ժամանակակից ինտեգրալ սխեմաներին մատով կպնել եւ մեր մաշկի վրա ուրեմն եղած լիցքերը եւ այլն դրանց շարքից հանեն, որտեղ այստեղ գտնվում են շատ փոքր չափսի տրանզիստորներ եւ նույնիսկ փոքր ազդանշանները կարող են այդ նմանատիպ տրանզիստորներին շարքից հանել։ Սա եւս ուրեմն խնդիր է եւ դրա համար պատյանը պաշտպանում է նաեւ նմանատիպ խնդիրներից։ Կարող եմ նաեւ նշել արտաքին խոնավություն, փոշի, դաշտեր եւ այլն, որոնց էլի ուրեմն այսպես ասած պատյանը պաշտպանում է նմանատիպ այսպես արտաքին ազդակներից։ Եվ եւս կարևոր մեկ ուրեմն խնդիր, որով ըստ էության կարողանում ենք փոքր-ինչ մեղմել չիպի տաքացումը, որովհետև ժամանակակից չիպերը, քանի որ ունեն նմանատիպ բարձր ինտեգրացիայի աստիճան, դրանք շատ ինտենսիվ են աշխատում, տաքանում են, ջերմություն են արձակում եւ եթե մենք չկարողանանք պատշաճ ջերմահեռացում ապահովել, չիպը կարող է նույնիսկ շարքից դուրս գալ, նորմալ չաշխատել եւ այլն։ Այդ տեսանկյունից պետք է ուրեմն չիպի պատյանի նյութը ընտրել այնպիսի նյութ, որ ջերմահեռացումը հնարավորինս արագ լինի։ Չնայած նկատած կլինեք, որ ժամանակակից չիպերը այնուամենայնիվ պետք է ենթադրում են, պահանջում են արտաքին սառեցման միջոցներ, մասնավորապես դրանց վրա
տեղադրվում են որոշակի ռադիատորներ, որոշակի փոքրիկ սառնարաններ կամ օդ հեռացնող համակարգեր, որոնք ըստ էության այսպես աջակցում են հիմնական սառեցման process-ին։ Սա շատ կարևոր է եւ եթե նկատել եք ուրեմն բոլոր տեսակի կարևորագույն այսպես սարքավորումներին կցված համակարգիչները պետք է աշխատում են բավականին այսպես հատուկ պայմաններում, այսինքն այդ սառեցումը հիմնական պայմանը, որպեսզի տվյալ չիպը, համակարգչի չիպը աշխատի արագ եւ աշխատի ճշգրիտ։ Սա այսպես եւ կուզենայի մի փոքր պատմական ակնարկ անել, ուրեմն որպեսզի պատկերացում կազմեինք, թե որտեղից ուր ենք հասել։ Մենք գիտենք, որ մինչև 1940-ական թվականները, 40-ականների կեսերը բավականին ինտենսիվ զարգացվել է լամպային էլեկտրոնիկան, այսինքն ժամանակակից էլեկտրական համակարգերը տրանզիստորների փոխարեն պարունակել են փոքրիկ վակուումային լամպեր, ոչ այդքան փոքրիկ, կարծում եմ, եւ այդ վակուումային լամպերը կատարել են ժամանակակից տրանզիստորների դերը։ Հասկանում եք, որ դրանց չափերը բավական մեծ են եղել, դրանք ուրեմն սպառել են բավականին մեծ էներգիա եւ ամենակարևորը դրանք կայունություն չեն ունեցել եւ ժամանակի ընթացքում շատ շուտ ուրեմն շարքից դուրս են եկել։ Չնայած այդ տարիների ընթացքում պատրաստվել են մեծ համակարգիչներ, այսպես ճակերտավոր համակարգիչներ, որովհետև լամպային համակարգիչներ կամ բլոկեր, որովհետև ժամանակակից տվյալ ժամանակի համար համակարգիչ կոչվածը կատարել է շատ ավելի փոքր ու քիչ ֆունկցիաներ, քան մեր ժամանակներում փոքրիկ հաշվիչները, Հետո փորձել են զարգացնել այդ տեխնոլոգիան, բայց որոշակի հեղափոխություն է եղել եւ կարծում եմ դա հենց հիմք է ծառայել ժամանակակից էլեկտրոնիկայի համար, ինտեգրալ սխեմաների զարգացման համար, տրանզիստորի հայտնագործումը 1948 թվականին 3 գիտնականների կողմից Շոկլին, Բրեթեյնը եւ Բարդին հայտնաբերում են պինդ մարմնային տրանզիստորը, ուրեմն երկբևեռ տրանզիստորը, որը հիմք է դնում պինդ մարմնային էլեկտրոնիկայի, այսինքն վակուումային լամպ կոչվածը այլևս կարող ենք չօգտագործել եւ դրա փոխարեն օգտագործել բյուրեղից պատրաստված փոքրիկ, կայուն, ավելի երկար ժամանակ աշխատելու ունակ տրանզիստորներ։ Եվ հետագայում արդեն 50-ականների կեսին նրանք ստացան Նոբելյան մրցանակ, որովհետև իրականում սա շատ կարևոր հայտնագործություն էր։ Ուրեմն զարգացնելով արդեն տրանզիստորների տեխնոլոգիան 60-ականների սկզբին ուրեմն պատրաստվեց առաջին այսպես փոքրիկ ինտեգրալ սխեման, հիմա մի փոքր մենք վերապահումներով դրան կասենք ինտեգրալ սխեմա, որտեղ դա պարունակել է 3-ից 5 տրանզիստոր։ Պատկերացնում եք, որտեղ 3-ից 5 տրանզիստորը, որտեղ ուրեմն տասնյակ միլիարդ տրանզիստորները։ Այս նախագծումը հիմնականում ասոցացվում է Ռոբերտ Նոյսի հետ, ով ուրեմն առաջին անգամ ում հաջողվեց նախագծել նման համակարգեր։ Եվ այնուհետև արդեն հիմք դրվեց ինտեգրալ սխեմաների այսպես զարգացմանը, 70-ականների սկզբին պատրաստվեց առաջին միկրոպրոցեսորը, որի հեղինակը Ֆեդերիկո Ֆագինն է եղել, որը պարունակել է 1000-ից ավել տրանզիստորներ, եւ այդպես արդեն գնալով ավելացան տրանզիստորների թիվը չիպերում, պարամետրերը լավարկվեցին եւ ունենք հիմա այն, ինչ որ ունենք։